Գտնվում ենք Լուսիկ Ագուլեցու տուն թանգարանում։ Լուսիկ Ագուլեցին մասնագիտությամբ նկարչուհի էր, այստեղ իր նկարներն եք տեսնում։ Իր ազգանունը Հարությունյան էր, բայց բոլորը իրեն ճանաչում են Ագուլեցի, այսինքն ծնունդով Ագուլիսից։ Ագուլիսը Նախիջևանում գտնվող փոքրիկ գյուղաքաղաք էր, որը ցավոք այժմ համարվում է ադրբեջանական տարածք։ Այնտեղ ծնվել է 1946 թվականին, 8 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Կրթությունը ստացել է Երևանում։ Այս տուն Լուսիկ Ագուլեցին հարս է եկել։ Տունի սկզբանե պատկանել է ամուսնու տատիկին, որը ցեղասպանությունից հետո Վանից եկել են Երևան, ապրել են այս տանը։ Այստեղ տեսնում եք նաև քանդակներ, որոնց հեղինակը իր ամուսինն է։ Ամուսինը մասնագիտությամբ քանդակագործ էր, Յուրա Սամվելյանը մեկ այն քիչ քանդակագործներից, որը աշխատել է միանգամից նյութի հետ։ Այսինքն առանց քանդակի էսքիզային տարբերակները ստեղծելու միանգամից նյութի վրա քանդակել է։ Լուսիկ Ագուլեցին նկարել է շատ արագ։ Միսիան տիկնիկն է։ Մայրը հարսանիքի ժամանակ աղջկան նվիրում էր անբերան տիկնիկ, որպեսզի նոր ընտանիքում աղջիկը լինի չխոսկան, չխառնվի ընտանեկան վեճերին, խնդիրներին, բայց քանի որ ինքը կունենար ասելիք, դժգոհություն, տխրություն, այդ ամենը փոխանցում էր իր տիկնիկին։ Իսկ քանի որ տիկնիկը բերան չուներ, ոչ ոքի չէր ասի եւ դա որպես գաղտնիք կմնար իրենց մեջ։ Այսպիսով մայրը փորձել է իր դեռատե աղջկան, երբ որ ամուսնացնում էր, նոր ընտանիքում վեճերից, բամբասանքներից զերծ պահելու համար։ Տեսեք, կա զատկական կենաց ծառ, հարսանեկան կենաց ծառ, կենաց ծառը մեր մշակույթում կարևոր խորհրդանիշ է, ծառը ինքնին կյանքի խորհրդանշանն է եւ դրա համար հայերը ծառը պատկերել են հագուստի, զարդերի, կահույքի վրա, կենաց ծառը նաեւ տոների ժամանակ զարդարել են։ Կենաց ծառի հիմքը պատրաստել են փայտով կամ ցորենով, ցորենի հասկերով։